Մարդու եկեղեցու կողմից թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը լինի բոլոր այս կասետը նայողներին, հիմնականում այն հոգիներին, որոնք որ այսօր Աստծո հավիտենական գոյ լինելը կասկածում են, ովքեր որ փորձում են Աստծուն ճանաչել կամ մոտիկանալ, կամ ասենք մարդիկ կամ որ չեն կարող ընդունել, որ Աստված կա, հավիտենական կյանք գոյություն ունի։ Ես կպատմեմ մի վկայության մասին իմ կյանքի վերաբերյալ, որ դա տեղի է ունեցել 1978 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի ժամանակ, որ ես փրկարար աշխատանքներին մասնակցելուց Աղետի գոտում առաջին ֆակտս տարել եմ Սպիտակ քաղաքի Սարամեջ թաղամասում Մսուր մանկապարտեզի շենքի վրա աշխատելուց, երբ որ այդ փոքր երեխեքի նորոցից հանում էին, ճխլվածման փոքրերին հանում էին, կպցնում էի դոշից և տեղափոխում էի։ Առաջի, երկրորդ, երրորդ և չորրորդ դիակ տեղափոխելուց ես զգացի գլխապտույտ և սրտ խառնած, և ես կորցրել եմ մի գիտակցությունս, և ինձ տեղափոխել են Սպիտակի ֆուտբոլի ստադիոնում, աչքս բաց եմ արել, տեսել եմ, որ ես պալատքի տակ եմ, և տեսա, որ իմ մոտը այլ պատկեր, այլ տեսքա ընդունեմ, մարմինս թևս կողքիցս սենց կախված, ոնց որ թեպետ մարմինս կպած էր, բայց նման էր գուկի, ձեռս սենց վեկանում տնում էի դոշից, նորից սղալով ընկնում էր կողքից, հետո կար բերանի ականջի այտենց բերանս հասել էր ականջից դեֆորմացվել էր դեմքս և այդտեղից ինձ տեղափոխել են Երևանի սրտաբանական կենտրոն։ Երկար պահարկելուց հետո աստիճանաբար ապաքինվել եմ։ Ելնելով իմ տնտեսական սոցիալական ծանր վիճակներից, դե արդեն բոլիմենի առողջացել էի, բայց ինձ պատվիրել էի, որ արտագնա աշխատանքի կամ ֆիզիկական ծանր աշխատանք կամ ասենք վատ լուր լսել կամ ուրախ լուր լսել քեզ չկարելի, դու քեզ պետք է հանգիստվես, որովհետև քո սիրտը ճաք է տվել, դու պետք է քեզ հանգիստվես, որպեսզի քո սիրտը այդ վերքեր սպիանա։ Եվ եղավ, որ ես անտես անելով իրենց խորհուրդները, բժշկի տվաստությունները, նայելով իմ տնտեսական ծանր իրավիճակին, ես գնացի Ռուսաստան, Գորկի քաղաք Խոպան։ Դեռ աշխատանքները սկսած, ինձ շատ լավ եմ զգացի, աշխատել եմ գրեթե 2 ամիս 15 օր ժամանակ, արդեն անցել էր իմ աշխատանքի պրոցեսից, ես ոչ մի վատ վիճակ չեմ ընդունել, բայց երբ որ ակամա անկախ մեր աշխատանքի բնույթից վիճականություն տեղ ունեցավ բրիգադիր և փոթրաչու միջև, քանի որ մեր բրիգադիրն իմ բարեկամս էր, ինքը իր տղաների հետ էր, և ես ու աղբերս էինք իմ մարմնավոր, այդպես եղավ, որ իրանք որ սկսեցին իրար քաշքշել, խնամուս տղեն ելավ, որպեսզի պատիժ կանի։ Հենց փոթրաչու տղեն այն կողմից ելավ, իմացավ, որ այդ տղան պետք է իր հորը խփի, բայց այդ փեսան փոթրաչու շուտ հասցրեց մոտիկանալ ու խփեց խնամուս տղին, նա հետևից հետ գնաց, որ պետք է ինքն գուդրոնի յամե։ Ես այդ ժամանակ ճիչ արձակեցի, ճիչացի, վայ, ասես առուբիկը կգնի բանի մեջ, բասեյնի մեջ, ձեռս գցեցի իր քաշի մի կողմ գցի, աղբերս էլ կատյոլի գլուխը ինչ-որ գործ էր անում, որպեսզի այդ շնեկը միացնի, կաչատ անում։ Այստեղ ես վատացա, ոնց որ ներքուց մի թել կտրեց սրտիս մեջ և աստիճանաբար կորցնելով իմ գիտակցությունս, այդ մարդիկ ոնց են ինձ վեկալետրել են իրենց ասֆալտ գրող այդ սամասվալ մեքենայի մեջ, զիլ մեքենայի մեջ, ետրանում ինձ տեղափոխել են Վասկրիսենսկի ռայոն, ռայոնից տեսել եմ, որ իմ վիճակս ավելի բարդ է, իրենք չեն կարող ինչ-որ բժշկական օգնություն ցույց տալ, ինձ տեղափոխել են Գորկի քաղաք, սրտաբանական կենտրոն վերակենդանացման բաժին։ Անցնելով գրեթե իմ հետ կատարվածի հաջորդ օրը
նույն ժամին ես եկել եմ ինքնագիտակցության, բայց երբ որ ես եկա ինքնագիտակցության, կարծես թե իմ ներքին տարածքը ամբողջովին սառցադաշտի մեջ էր, սառույցի տակներ։ Մարմինս չէր շարժվում, արդեն ամբողջովին ներքին տարածքս թուլացած էր։ Ես զգացի, որ իմ հետ ինչ-որ մի բան է կատարվում։ Հետո, երբ որ ես եկա ինքնագիտակցության այդ միջանցքում, հիվանդանոցի միջանցքում, աղբորս լացի ձայնը լսի։ Երբ որ լսեցի լացի ձայնը, թեխի եկա հետս լացելով ասում էր. դու չխղճացիր քո երեխեքին, քո կնոջ, դու ինչի չլսեցիր բժշկի տված խորհուրդներին, եկար այսպիսի փորձանքի մեջ ընկար։ Ես լացի, լսելով հանդերձ հուզվեցի, պահին տեսա, որ քույրը, որ թեգնած էր սեղանին, գլուխը իր ձեռքերի մեջ առած, ոնց որ իմ հերթապահողը լիներ։ Երբ որ ես սկսեցի սնկրտալ, ինքը շուռ եկավ իմ կողմը, գոռալով, թե Միխայել Բարիսովիչ, ես հիվանդ եկել ինքնագիտակցության։ Երբ որ բժիշկները տեսան, որ ես եկել եմ ինքնագիտակցության, եւ սկսեցին հետազոտել իմ հիվանդության պատճառն են որոնում, այդ հիմնական սրտաբանը, երբ որ նայեց, ես չեմ լսել, բայց ասենք հիմնականում փոթրաչին այդ բրիգադիրը խնամիս կողքին են եղել ախպեր սարերում դե, ասել են, որ տարեկտում ինքը 6 ամիս հետո կմահանա։ Ինձ տեղափոխել են Հայաստան, անդամալուց վիճակով։ Տարիուկես ես գամված եմ եղել մահճակալի վրա։ Երբ որ արդեն տան մեջն եմ Մարտունու քաղաքում հենց իմ բնակարանի մեջ, որտեղ որ նոր էի ստացել, սպալնիայում պարկած էի, տունը հաշ կար, կինս եկալ է երեխեք սովից պրծնելու համար գյուղ տարան։ Եվ ես այդ ժամանակ շատ հուզվեցի, սրտնեղվեցի ներկայիս իմ տնային պայմանների վրայով, երբ որ երեխեքը հաց են փնտրում, բայց հաշ չկա։ Կինս ասեց, դու դիմացի, ես այս երեխեքին տանեմ գյուղ։ Մեկին թողեմ հերանցը տուն, մեկն էլ մերանց տուն եւ հաց ուտելիք եկալ եմ հետ գա։ Ես չհամաձայնվեցի իր մահկին։ Կարծես թե դիմանալը կախված էր ինձանից։ Երենց process էր, որ կարող է ինքը հենց դուրս գար ու իմ վատանալը սկսվեր, որովհետեւ ես որ վատանում էի, ինձ գալիս են երակից կալցի էին անում, կալցի ազդեցության տակ ես գալիս էի ինքնագիտակցության։ Ինքը գնաց, ես մնացի մենակ։ Ժամի 12-ի ավտոբուսով ինքը գնաց գյուղ, ես մնացի մենակ։ Ես սկսեցի վատանալ։ Երբ որ սկսեցի վատանալ, այդ ժամանակ ամբողջ մարմնովս մեկ սկսեց սառնությունը։ Ժամի 12-ի ավտոբուսով ինքը գնաց գյուղ, ես մնացի մենակ։ Ես սկսեցի վատանալ։ Երբ որ սկսեցի վատանալ, այդ ժամանակ ամբողջ մարմնովս մեկ սկսեց սառնությունը պատել։ Ես զգում եմ, թե ոնց եմ ես մեռնում, ցուրտը պատել անձի։ Եվ այդ ժամանակ սկսեց աչքերից դեմ սևանալ եւ նորից լույսը, բայց ոնց որ տունը մառախ ուղղնի։ Այդ պայից հետո ես կորցրել եմ գիտակցությունս, ես չեմ հիշում, քանի ժամ եմ այտենց տաշորի վրա մեռած մնացել, մի ժամ, երկուս, ես սա չեմ հիշում, հիշում եմ մեկը ինձ ձենա տալիս իմանալով։ Ինձ ձենա տալիս, ես կարծեցի, թե իմ կինն մտածել է, որ ես պիտի վատանամ, փոշմանելա ճանապարհից հետ է եկել, ձեն տալուց եւ այդ իրար տալուց ես գալիս եմ ինքնագիտակցության։ Եվ այդ պահին, երբ որ երկրորդ անգամ ձեն տվեց, զգացի, որ դա սովորական ձայն չի, սա մարդու ձայն չի։ Հեռվից գալացող անուշ հենց ձայն էր, ոնց որ քամի բերեր այդ ձայնը, արձագանքող հենց էլի նոր ձայն էր, որ ուրեմն երբ որ ձայնը լսեցի, էլի իմանով ինձ ձայն էր տալիս, ասի ով է, ասեց ես նայեմ, որին որ դու չես հավատում, ու միշտ հայոյում ես։ Ասի դու ով ես, ասեց ես եմ Բարձրյալ Աստված, Աստծո որդի Հիսուս Քրիստոսը, որ դու չես հավատում ու հայոյում ես ինձ։ Ասի բա դու ուր ես, որ ես քո ձայնը լսում եմ, բայց քեզ չեմ տեսնում։ Ասեց մի լավ նայի, հիմա դու ինձ կտեսնաս։ Ես ուշադրությամբ նայում եմ, թե որ կողմից ինքը պիտի գա, դռնով, թե պատուհանով կամ ինչ որ տեղով պիտի գա, ոնց պիտի ինքը գա։ Եվ հանկարծակի մի լույս փայլատակեց իմ տան մեջ, այնպիսի մի լույս, որ
ես այդ լույսի պայծառափայլության չդիմացա, ամբողջությամբ բաց կապուտ լույս, որ տվեց տան մեջ, ես գոռացի դեմքս պահի, երբ որ դեմքս պահի, ասեց երեսդ բաց, որ իմ փառքս տեսնաս, աստիճանաբար դեմքս բացեցի, տեսա լույսը սա այնպես կանգնած իմ տան մեջ տեղ սպալնյայում, աստիճանաբար շարժվելով եկա ոտերիս կողմը, բայց օդի մեջ կանգնած, սկսեց օրորվել ու սանավիսկ այդպես բարձրանալ։ Ես հիմա զարմանում եմ, որ մարդկային ոտեր եմ տեսնում։ Տիրոջ ոտերի թաթերից էր երևում եւ շապիկ այնքան երկար էր, որ այդենց ոտերը ծածկած էր, ոտաթաթերի կես մասներ երևում։ Ու այդ շապիկի փեշերը այն ձևի զարդանախշով էր, որ այդպիսի զարդանախշ ես ոչ մի տեղ չեմ տեսել, ոչ մի խալու վրա կամ սանավիսկայի վրա, ոչ մի շորի վրա անգամ չեմ տեսել։ Ու այդպիսի հույսվածք նաև հելնում էր իր այդ սպիտակ շապիկի մեջտեղով էր հելնում։ Ու այդպես աստիճանաբար բարձրանալով ձեռները երևաց ու ամբողջությամբ Տերը կանգնեց իմ առաջ։ Ես կանգնա Տիրոջ առջև, խղճալի, մեղկալի հայացքով նայում էր ինձ։ Ես զարմացել եմ, որ Աստված կա հիմա։ Անպատմելի մի գեղեցիկ էակ, ես չեմ կարող հիմա պատմությունով նրա ամբողջ դեմքի դիմագծերը ասեմ, եթե պատմեմ, գուցե թերացնեմ։ Ոչ մի պատի նկարի պես չի, ամեն մարդ իր պատկերացումն է նկարել։ Բայց մի բան, որ ես հիշում եմ, որ իր ունքերը, իր քիթը, իր բերանը ոնց որ կարկինով գծած էր, համաչափ, այն ձև էր նայում ինձ, անգամ իր նայվածքն էլ կարծես թե իմ հետ խոսում էր, ես սկսեցի լացել, ես որ սկսեցի լացել, ասեց տո անհավատ, տո ողորմելի ասեց, ահա քո կինել վերցեց երեխեքը գյուղ գնաց, էլ թող ունես հարազատ, դու եղել ես քո հայացքներում անաստված մարդ, ինձ չես հավատացել, դու ասել ես ուտեմ խմեմ եկուցոր մեռնեմ, դու եղել ես կող ցույց տալիս, թե ոնց է մտնում հարևանի կողմից հավը գողանում եմ, տանում եմ անում եմ արարի զակուսկա տղեկի հետ, ուտում խմում եմ։ Ասես դու եղել ես հարբեցող ցույց տալիս, բաժակ առնում եմ ծերս ասում եմ, հո եթե կաս, կարաս պահի, չէ, իջարի ես քեզի կպահեմ։ Ես այդ ամենը տենալով սկսում եմ ավելի դառնալին լաց լինել, թե ոնց Աստված այդքան բան տեսե ու ինձի խնայել է, համբերել անձի։ Շանակեց, դու եղել ես ծնողներիդ աննազանդ, իմ մի խոսքով իմ ծնված օրվանից մինչև իմ հիվանդությունը դրեց իմ դեմ, ասես դու քեզ արդար ես կարծել, դու տեսար քո արդարությունը սրա մեջ մի բան կար, իրակ, որ իմ մեջ արդարություն չկար, բայց ես ինձ արդար էի կարծում, ես սկսեցի ասել Տեր Աստվածների ինձ, ես չեմ հասկացել, թե ինչ եմ ասել, կամ ինչ եմ արել, իմ արարքը ես չեմ գիտակցել, ների ինձի, ասեց իբր թե դու բրծար, ես իշխանություն ունեմ քո հոգին քո մարմնից վեր առնելու եւ իշխանություն ունեմ քեզի կյանք տալու։ Ասի ոնց։ Ձեռները ամբողջությամբ տարածեցի մարմնից վրա եկան։ Հրաման տվեց ով մարդու հոգի դուրս արես մարմնը։ Եվ մահը մեկ անգամից մահվան սարսուր դեց իմ ամբողջ մարմինը։ Եվ ոնց հաժամայցի մայատնիկը սկսում կանգ առնել, այդպես իմ սիրտը սկսեց Երբ որ սկսեց նվազել, դեմքս սկսեց ձգվել, ոնց որ սիրտս վերցնեմ բռի մեջ մազել, ու ես աստիճանաբար իմ մեջից բարձրացա, շուռ եկա կանգնա Տիրոջ կողքին։ Հիմա ես զարմանում եմ, որ ես եղել եմ երկու հատ, մեկ Արայիկը տեղաշորի վրա պարկացա, մեկն էլ կանգնացա Տիրոջ կողքին։ Ասաց ինչպես տեսնում ես, կյանքը հոգիում ավելի իրական է, քան թե մարմնի մեջ, որ դու կարծում ես։ Ու շարունակեց իմ ապրած կյանքը, ես լացում եմ։ Ասես դու քո հայացքներում ասել ես, ով է գնացել դժոխք, դժոխքից եկել ասել դժոխք կա, թող մեկը կա պատմի, ես կհավատամ։ Ով է գնացել դրախտ, դրախտից եկել է պատմա, որ դրախտ կա, թող կա պատմի, ես կհավատամ։ Դու այդպես ես ասել։ Բայց հիմա ասես մենք ժամանակավորապես թողնում ենք քո բնակարանը։ Հետև ինձի։ Ձեռը թափվեց, ես բարձացա օդի մեջ։ Ինքն էլ իմ հետ եւ մենք լուսամուտով դուրս եկանք պատանու, դուրս գալուց անմիջապես ես հայտնվեցի օդի մեջ։ 4-րդ հարկ եմ ապրում, զարմանում եմ, որ չեմ ընկնում, այդտենց օդի մեջ
նայում եմ ցած ու ես բարձրանում եմ, այս ձգվում եմ դեպի վերև։ Տիրոջ հետ բարձրացա, այնչափ որ ամբողջ այդ շենքը իր երկանքով լուցկուտու փիչավ եղավ իմ աչքին եւ սպիտական բծածկեց, ես հայտնվեցի մեկ այլ աշխարհ։ Կանաչ դաշտի մեջ եմ ու զարմանում եմ, որ կյանքից դուրս կյանք, երկրից դեպի երկինք էլի կյանք գոյություն ունի, բուսականություն կա, այն ձևի ծաղիկ, ծաղկունք, այդ ձևի թուփ կանաչ չկա երկրի վրա, որ ես օրինակով ասենք ցույց տամ, ասեմ ես ծաղկի նման է կամ ինչ որ ես կանանչի պես կար ընդ է։ Երկրի վրա այդպիսի թուփ ու ծաղիկ կանանչ չկա, որ ես ասենք համեմատեմ իմ տեսածի հետ։ Ու նայելով Տիրոջ հետ բարձրանում ենք, բարակ ճանապարհ էր, մենք միասին քայլելով բարձրանում էինք վերև եւ հատվեց ճանապարհը։ Ես կարծեցի թե էլի վերև պիտի բարձրանանք, բայց Տերը ձեռով ցույց տվեց, որ մենք ներքև պիտի գնանք։ Հենց այդ ձեռը ցույց տալուց ոտերս քնացել, գլուխս ամբողջովին քնած առաջ, եւ ես սլացա դեպի թունելի մեջ։ Մի կլոր լույսը լուսնակի չափ այդպես կլորություն ուներ, եւ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Մետրոն ինչ է, որ այդ արագությունը ունենա, որ մենք էինք շարժվում։ Այդպես սլանալով թունելի մեջ տեսքը փոխվեց, արդեն կարծես թե թոնիր եմ իջնում։ Այդ ձևի ձայներ, ճիչ, աղաղակ, այդպիսի բան, ես երբ որ լսում ես այնց ամբողջովին ցնցվում է այդ բանի վրայով։ Ջերմություն էր տակից բարձրանում։ Չեմ կարող ասեմ քանի աստիճան, եթե ես ասեմ 70 աստիճան, դու կարող ես ասել 700 աստիճան։ Այդ չափ ավելին այդ ձևի ջերմություն էր ունում, ես չէի դիմանում, ասի թե ես չեմ դիմանում այս ջերմությանը, բայց Տեր ասեց հիմա ես դրանք սաստեմ, ձեռը տարածեց և ջերմությանը սաստեց, եղավ սովորական իմ համար, ահա ասեց դու ասել ես քո հայացքներում, թե ով է գնացել դժոխք և մեկը թող դժոխքից գա, պատմի ես կհավատամ, լսիր ասեց, դժոխքը իրական է ասեց, մենք գտնվում ենք երկնքից և երկրից բավականին շատ հեռու, մենք գտնվում ենք երկրին դերքում, դժոխքը պարկած է երկրին դերքում, ասեց, երկրի սրտին մեջ, և ասեց քիչ հետո մենք կհայտնվենք դժոխք սված վայրը, ասաց ինպես մենք իջանք կանգնանք դժոխքի հատակին, և ես նայում եմ այդ 4 կողմը, ոչ մի լուսամուտ, ոչ մի դուռ, ոչ մի բան չկար, երկինք չկար այդտեղ, այդտեղի ամպը, այդ դժոխքի այդ հնոցի վարված ծուխը, որ գոյացել է ամպի պես կանգնել է, սա էր, ամբողջովին խավար էր, և այդ հնոցիում, այդ կրակները, որ վարվում էին, այդ կրակներն էին լուսավորում, ասեց դժոխքը ունի մարդու մարմնի տեսք, ունի գլուխ, որովայն, աչվոտ, ծախվոտ, ինչպես մարդը ֆիզիկապես ունի, նույնպես էլ դժոխքը, բայց ընդամեն ասեց ես քեզ պետք է տանեմ դժոխքի որովայնը։ Ձեռով բացեց իր ձեռը և այդ դժոխքի սև դարպասները ամբողջովին բացվան, դժոխքի որովայնը։ Երբ որ մտա որովայնը, նույն տեսքներ, ինչ որ կանգնած նայում էի, տեսա, որ օճառքից երկու մեծ խազաներ են կախված իրարից բավականին շատ հեռու, և յուրաքանչյուր խազան ունի իր հատուկ բարձրանալու աստիճանը։ Երկուական սատանա երկար վիլկան ձեռին խփում էր այդ մարդկային հոգիների մեջ, վեկալում էր ու մտցնում էր այդ եռացող խազանի մեջ։ Խազանն էր իր հատուկ կրակը, այն ձևի կրակով պատված էր, որ ես չեմ կարել ասել իր այդ կրակի չափը, մեծ խազան էր, փոքր չէր։ Ինքը մտցնելով թափահարում էր այդ հոգուն։ Հոգին աղաչում էր, խնդրում էր, բայց սատանայի համար միևնույն էր։ Այդ խնդրվածքը իր մոտ կարծես թե չէր անցնում։ Այդտենց գցում էր գետին, հաջորդին էր խփում։ Երբ որ խփում էր դրանց գլուխը, ոտերը ծալվում գալիս ցավից կպում էին իրար, հետևի կողմից։ Ես զարմացա, որ հոգիները ցավ են զգում, բայց Տերը ինձ ասեց դժոխքը ունի իր հատուկ մարմինը տանջանքի, որ պիտի հագցնի ամեն մարդկային հոգիներին, որոնք որ ասեց իմ խոսքը չեն ընդունում։ Եվ այդ ժամանակ ասեց նրանց բոլոր զգայաները պահպանվում է, ասեց մարդու բոլոր զգայաները իր հոգիումն է պահպանվում, երբ որ մարդը դուրս է գալի, նույն գիտակցություն ունի ինչ որ մարմնի մեջ։ Եվ այդ ժամանակ, երբ որ ես տեսա, դրանց շենքելով անցնում էինք, մեր գյուղացու մեկի տեսա, ճանաչա ես այդ մարդին,
Ասի Տեր, եսի մեր գյուղից վացական անունով ես ասի, իրամականուն ասի, Տերը իսկական անուն ասկանուն հայրանուն ասեց այդ մարդի։ Ասեց աշխարհում մի թեթև սով եղավ, այս մարդն ծորենի հասկը, փսնելով, փշրելով իրա բռի մեջ տածուկ տեղեր գցեց իրա բերանը։ Բայց տես ամեն մարդ, որ իրա մարմնի փառքն է փնտրում, այստեղ պիտի գա։ Լսիր, ասեց իմ զավակս, ասեց, ես դժոխքը չեմ պատրաստել իմ ստեղծած ժողովրդիս համար, հապա սատանայի եւ նրա հրեշտակների համար եմ պատրաստել։ Այս մարդիկ, որ եկել են այստեղ, սրանք էլ քո պես են եղել, քո հայացքներում, սրանք էլ են ասել, ուտենք, խմենք եւ կուցոր մեռնենք, միթե ես եմ իրենց ուղարկել ստե։ Իրենք են ընտրես բաժին, ասեց, ես չեմ սրանց ուղարկել։ Իրենց ընտրությունով իրենք եկել են, բայց այդ հոգիները աղաղակում էին Հիսուսին։ Հիսուս ամբողջ այդ դժոխքի որովայնի մեջ տանջվող հոգիները աղաղակում էին, թե Տեր մեզ այստեղից հանի, ուղարկի երկիր մենք կապաշխարենք։ Բայց Տերը սովորականի պես ասում էր դրանց միջով, ասի Տեր միթե քո հոգը չի, Տերը շուռ եկավ ու ցերով ընձ ասաց, լսիր իմ զավակս, դժոխքում զղջում չկա։ Մարդու զղջալը եւ ապաշխարելը մարդու ֆիզիկական կենթանության ժամանակ երկրի վրա է, որ մարդը պետք է իր ընտրությունը կատարի։ Ահա ես քեզ բերեցի ցույց տվեց այս ամենը, որ դու էլ չասես, թե ով է գնացել դժոխքից թող մեկը գա, պատմին որ ես կհավատամ։ Ինչ որ տեսար բավական է, դուս ենք գալիս։ Հելանք հենց այդ ճանապարհը, որտեղից որ թեքվել ենք, արդեն բարձանում են վերև։ Ասեց երկրի վրա սով պիտի ղրկեմ։ Ճանապարհին խոսում է Տերը։ Ասեց են դաշտի սկսած ծիլ կանանչից մինչև են ձեր սրտի եղած են բոլոր կերակուրները, որ դուք աղբեիք համարում, շատերին փափակելի պիտի դառնան։ Ու ցույց էր տալիս, որ մարդիկ խանութում միսը հավի ցելոֆոնը պատած միսը անն էին դնում, թե ճլորածա, կարակը մաշածա, պանիրը հոտածա, այդտենց անն էին դնում։ Ասեց այս կերակուրը շատերի համար պիտի փափակելի լինի։ Եվ այդպես բարձրանալով ասել, որ ասում ես այդպիսի վիճակ պետք է լինի երկրի վրա, սով պիտի լինի։ Ես երկրի վրա ունեմ կին եւ 3 երեխաներ։ Իմ երեխեքս ոնց պիտի ապրեն իմ կնոջ հետ միասին։ Ասեց գրված է ոչ թե միայն նորվա հացով կապրի մարդը, հապա սոյպերանից դուրս եկած ամեն խոսքով։ Եվ այդ ժամանակ ասի միթե ասի, որ սով լինի, գրքի թուղթը ես պիտի պատարեմ անեմ բուրում տամ երեխեն ուտի։ Ասես դարձյալ ասում եմ քեզի, ոչ թե օրվա հացով կապրի մարդը, հապա իմ բերանից դուրս եկած ամեն խոսքով։ Ու ցույց տվեց, ահա Աստծոյի դրախտը երկնքում։ Երբ որ ես դրախտը տեսա, ոնց որ արի ոչ ժամանակ մարդը հելնումած ձայն տեսնում է այդպես սպիտակ այդ ժողովուրդը դրախտի մեջ, այդպիսի սպիտակ շորերով էին, ես չէի կարող նայել իրենց պայծառափայլությանը։ Իմ աչքերից արցունք էր թվում, ու ես աղաղակում էի, Տեր, թող դուրեթամ խառնվեմ քո սուրբ ժողովրդի։ Տերն ասեց, ոչ մի ստություն խոսող, բղծություն գործող անմաքուր մարդ այդ վայրը չի կարա մտնի։ Միայն ու միայն սուրբերը պիտի մտնեն։ 3 անգամ խնդրեցի, 3 անգամին էլ Տերը ասեց, միայն սուրբերը պիտի մտնեն դրախտ։ Ահա ասեց իմ սերոբեկն ու քերոբեկը պահում են դրախտի ճանապարհը։ Եթե մեկը փորձի ներս մտնի, ասեց նրանք չեն թողի, կարգել են եւ կգցեն, գիտես ուրա գնալ, ասի չէ Տեր, ասեց այնտեղից որ մենք դուրս եկանք։ Ահա ասեց դու գիտես ես քո ապրած կյանքի համար եմ քեզ այցի եկել։ Ահա քո պապը Տիմ Հովանես ծառաս, քո ասկականը, որ իր աղոթքն արտասունքը տիկերով ես հավաքել եմ։ Ուղղակի մի քանի խոսք ուզում եմ ասել իմ այս պապուս վերաբերյալ։ Ինքը 40 տարեկան երկու աչքից կույրացել է հանկարծակի։ Այդենց իրեն թե հայտնություն ա եղել, թե ինչպես պետք է գնաս Երուսաղեմ, դու պետք է առողջանաս։ Հիսուսի գերեզմանը տենաս, թե ինչպես այդպիսի բան ա եղել։ Իմ պապայի սերն այդ բանը պատմել, այդպես աղոթելով հիշում եմ։ Այդ մարդը գնացել է 22 տարի համարվել է Գազանից գիշատված, 62 տարեկան ինքը եկել 100%-ով տեսնող էջմիածին։ Ու իրեն վարդապետ են ոձել։ Քրիստոսի շնորհքով վարդապետ ա եղել ինքը։ Եվ սկսել ավետարանել, Աստծո խոսքը տարածել, այդպես գիրք ա եղել։ Հա։ Ուրեմն Հովանեսը ասես նրա աղոթքն արտասունքը տիկերով ես հավաքել եմ։ Դրա համար ես քեզ այցի եմ եկել ողորմություն անելու։ Այս բոլոր բաները, որ դու տեսար, սրանից հետո չլինես անհավատ, հապա եղիր հավատացյալ։ Ասեց ինչ որ տեսար բավական է, շրջվում ենք երկիր։ Հերվից արդեն շենքը երևում, ասի Տեր,
ասեց հիմա մենք մտնում ենք քո բնակարանը, երբ որ հասանք տուն, տեսա նորից իմ մարմին, ոնց որ թողել եմ, այտենց էլ կուչեկած մահճակալի վրան իմ անդամալուց մարմինը, ես կաննա տիրոջ կողքին, Տերը նայեց ինձ, նայեց իմ մարմնին, ասաց ինչ ես ուզում, որ ես քեզ անեմ, ասա, ասի Տերը ինձ քեզ հետ տար, ասեց ով մարդի հոգի, ես քեզ հարց եմ տալիս, ինչ ես ուզում, որ ես քեզ անեմ, ասի Տերը ինձ քեզ հետ տար, ես քեզ հետ ինձ շատ լավ եմ զգում, Տեր, միայն քեզ հետ լինեմ, ինձ քեզ հետ տար, 3 անգամ հաշտվեց, 3 անգամին էլ ասել եմ Տեր ինձ քեզ հետ տար, բայց Տերը ինձ չտարավ, ձեռը տարածեց ամբողջությամբ իմ մարմնի վրա և հրաման տվեց, ով հիվանդության չար ոգի դուրս արես մարմնը։ Երբ որ հրաման տվեց, մինչև ասեց հիմա ասեց քո հիվանդությունը քո մարմնից դուրս կգա և դու կտեսնաս, շատերը ասում են, թե ինֆարկտ տվեց, մահացավ։ Ասաց, երբ որ մարդը իր ապրած կյանքով ծառայում է սատանային, նա հագնում ամբողջությամբ սատանայի բնույթը, և սատանան մարմնավորվում է մարդու մեջ։ Եվ այդպես էլ պատճառը դառնում մարդուն մահվան։ Եվ անկախ իր տարիքային հարաբերությունը մարդը թե ժամանակին, թե ժամանակից շուտ մեռնում է, առանց Աստծու։ Երբ որ այդ կենդանին դուրս եկավ, արդեն տես ամբողջ իմ ֆիզիկականի պես, բայց մազոտ ինքը և գայլի տեսք ուներ։ Երկու հեշտակներ հայտնվեցին, ասեց ձեզ եմ հրամայում, բռնեք այս կենդանին տարեք խավարի անդունդը գամեք, որ ելես մարմնի մեջ չդառնա։ Ես տեսա ոնց տարամ, պատուհանից դուրս անելով, և այդ պայն ես շրջվեցի նորից իմ մարմնից կողմը, տես ամբողջ մարմինս արդեն լուսավոր էր։ Մագնիսի պես ինձ քաշում էր, ձգում էր դեպի իրեն, բայց Տերը կամաց իր նուրբ ձեռքերով իմ ծոծրակից հրեց, ով մարդյոքի գնա և հագնվիր քո մարմինը, ինչպես դուրս ես եկել մտիր քո մարմնի մեջ։ Երբ որ ես բարձացա աշճանաբար հագնելով իմ մարմինը, ոնց որ այտենց կոմբիզոնի պես հագնեմ ես իմ մարմինը։ Բայց ցուրտ եմ զգում, մարմնիս մեջ եմ ու այսպես ցուրտ եմ զգում։ Ասեց, այո, ասեց, հոգին մարմնից դուրս գալուց անմիջապես կսարճի, բայց դու հիմա կտաքանաս։ Ձեռքերը տարածեցին վրա, ես չհասկացա ինչ լեզվով խոսեց, բայց արդեն մեր իսկական հայերեն լեզվով խոսեց, ասեց ձեռը ձգելով իմ վրա, ասեց հայր, սա որ երկրի վրա իմս է, երկնքում քո մնա, սա որ երկնքում քոնն է, երկրի վրա իմս է, պահիր սրան, իմ անունից և քո անունից, մինչև իմ երկրորդ գալը, իմ զավակս ասեց դու տեսակ ես քեզ ինչ արեցի։ Ահա ասեց, ես քո բոլոր տեսած բաներից հետև էլ չլինես անհավատ, էլ ինձ չհայոյես, ապա եղիր հավատացյալ։ Ահա ասեց քո պապի տուն, ասեց գիրքը տրել են, քողարկել են մոմ են վառում, ասեց փոխարեն գրքի մեջ եղած սնունդը, ուտեն ճաշակեն Աստծո խոսքը, հոգևոր խոսքը, ասեց հոգու կերակուրն է Աստծո խոսքը, ասեց այդ գրքերը կբացես և ժողովրդին կհայտես, ինչ որ ես քեզ արեցի, կպատմես բոլոր քեզ պես մարմին ունեցողներին, բոլոր ստեղծվածներին ու արարածներին, որ իրենք բոլորն էլ քո հայացքներում են։ Թող ամեն մարդ իր հայացքի վրա այսօր շարժություն դարձնի, թող հետադարձ հայացք ձգի իր ապրած կյանքին։ Արդյոք ինքը ումն է ծառայում, կամ արդյոք ինչքան պետք է շարունակի անաստված ապրի։ Եվ Տերը այդ պատգամը պատվերը տալով ինձի, և տեսա, որ այդ լույսը երկնքից իջնում է Տիրոջն ծածկելու։ Ասեց ձեռը տնցի մի։ Երբ որ ձեռս դրեց Հիսուսի ձեռի մեջ, Հիսուսը ձեռս ձգելով հրաման տվեց, ասեց վեր կաց և անկողինը չշտկե։ Եվ ես վեր կենալով գալով ոտերի կողմից փաթաթվելով Հիսուսի ոտերը սեղմել եմ ամբողջությամբ կրծքիս ու հեկեկալով լացում եմ Տեր, ասում եմ ինձ մենակ մի թող, ինձ քեզ հետ տար, բայց Տեր ասեց իմ ողորմությունը քեզի հետ է, մինչև աշխարհի վերջը, ինչպես որ ես քեզ պատվերտվեցի, եթե դու մնաս իմ խոսքիս մեջ, հաջորդ գալուց անմիջապես քեզի պիտի տանեմ, որովհետև ասեց ես շուտով պիտի գամ երկիրը դատելու, ամեն մարդուն իր ճամփաների համեմատ իր սրտի պտղի համեմատ հատուցում անելու։ Եվ այդ պահը, երբ որ ամպը Տիրոջ այդ լույսը իջնելով, Տիրոջ հափշտակեց լույսը, ես գոռացի Տեր ինձ քեզ հետ տար, Տերը գնաց, ես մնացի մենակ։ Եվ իջնելով կանգնելով գետին, սովորական մարդու պես,
եւ ամբողջապես թեթևացած, ոնց որ 16 տարեկանի տեսք, վազելով 4-րդ հարկից իջել եմ առաջին հարկ, սիրտս չի խփում։ Ու առաջին հարկից ելել եմ 4-րդ հարկ, ամբողջովին ինձ ես բժշկված, ինձ ոչ միտեղ չի ցավում։ Այդ նույն ժամին։ Հա, այդ նույն ժամին ես այդպես տեսա որ ինչքան տևեց մոտ։ Ժամի 12-ից մինչև ժամի 6-ից իրիկվա 6-ին 15 պակաս։ Ես այդքան ժամանակ Տիրոջ հետն եմ եղել։ 6-ից 15 պակաս ես հասցրել եմ 6-ից 15 պակաս գյուղ գնացող վերջ ավտոբուսին հասնելով գնացել եմ գյուղ։ Անկողին պարկած տեղից, հա, ելել եմ ու հա, շատ հանգիստ։ Հանգիստ ելել եմ ու գնացել եմ գյուղ։ Այդ մասին հա։ Ուրեմն ինչպես է զգում բժշկված։ Հա, ամբողջովին բժշկված, ինձ ոչ միտեղ չէր ցավում։ Համ լացում եմ, համ ուրախանում եմ, այսինքն իմ լացս ուրախության լաց էր արդեն, որ Տերը ինձ այցելել է, քանի որ բժշկությունը կատարվել է շատ ժամանակներ առաջ, ես ուղղակի հիմա նորից իմ այդ խոսքն ուզում եմ ասել բոլորին, որ մարդիկ Սուրբ Գիրք ասում է, երբ որ Տերը մեզ սիրեց այն ժամանակ, երբ որ մենք դեռ մեղավոր էինք։ Իրավ Աստծո սերը ես տեսա, այդ սիրով էլ ես լեցված գնացի գյուղ։ Ասեց ամին իմ ծնողներիս հայտնն է, թող իրենք տեսնան ինձ։ Երբ որ ես գնացի, մերս կանթարով ջուր էր բերում։ Հենց մերս ելավ իմ թեմս, որ տեսավ ինձ չէր պատկերացնում, աչքերին չէր հավատում։ Երբ որ տեսավ, տղա ջան ասեց, Ոս նրա ճտով կռուն նրա ձակով դու իմ տուն մամա ասեց ինձ Հիսուսն ապերը, որ ասի Հիսուսն ապերը մերս ուշակնած եղավ, սկսեց իրան ուշքի բերել, վերջ մերոնք ամբողջ այդ թաղամասը հավաքվեցին եւ Տիրոջ արածը պատմեցի։ Աստծո ծնունդը մտավ իմ հոր տան մեջ։ Այդ պահին հոր քուրսել 3-րդ մասում ապրում այդ ժամանակ մեր տուն հույր էր, իրենք ընդունեցին այդ բոլոր բաները եւ այս ամենի ընթացքի մեջ իրենք աշխարհեցին հիմա հավատքի մեջ են։ Հոր քուրս հոգևոր ննջեց 75 տարեկան հասակում 3-րդ մասում էր ինքը մասնակցում այդ իմ բժշկությունից հետո աղբերս որ ինձ բերել էր նորից գնացել էր Ռուսաստան լուր առնելով որ ես լավացել եմ բժշկված եմ եկավ ինքը դարձ եկավ հիմա հոգով ջրով մկրտված մեր եղբայրն է Փառքս։ հա մերս էլ ապաշխարեց հոգով ննջեց այդտենց իմ մեր ամբողջ ընտանիքը այդպես ես սկսեցի դեր ինձ ասել էր ես չէի մոռանում Տիրոջ տված պատգամը որ ասել էր սրանից հետո դու չլինես անհավատ ապա եղիր հավատացյալ ես մտածում եմ թե ոնց լինեմ հավատացյալ ինչպես կարող եմ ես դառնալ հավատացյալ եւ կային մեր մոտ շատ խմբավորումներ եհովականներ ես իմ տարբեր տեսակի ուսմունքներ բայց ես ոչ միտեղ չէի գնում Մի սպասում էի, որ Տերը ինձ այդ առաջնորդությունը անի, որտեղ որ պիտի տանի։ Մեր մոտ մեր եղբայրները եկել էին Մարտունի ռայկոմի հետև, բուլվար պաշտամունք էին անում։ Ես էլ այդ ժամանակ, որ բժշկված էի, արդեն տեղավորվել էի աշխատանքի։ Մեր եղբայրներ Դավիթ աղբերներ, առաջվա, ես հիշում եմ, հա եպիսկոպոս Դավիթ աղբերներ, Մամիկոն եղբայրներ, Գրիգոր եղբայրներ, Շավարժ պապիներ որ մեր այդ ժամանակ մեր գյուղի խմբի պատասխանատուն էր կային շատ հոգևոր եղբայրներ որոնց ես դեն ժամանակ հիմա չեմ հիշում շատերն էլ ես որ գնացի այդտեղ ես իմ գնալուց նպատակը միայն նա էր որ իմ գնացած տեղս այն Աստված որ ինձ իմ եռելներից հարություն ատվե կյանքի ապարգևե Այդ Աստվածը լինի այդ եկեղեցու հետ։ Իմ նպատակը սա էր։ Ես որ գնացի, իհարկե մեր եղբայրներից ինձ հանդիպեցին, մեր Մարտունու տարածքի եղբայրներից, տարան արդեն իրենք տեղյակ էին իմ պատմությունից, առաջնորդելով այդ պաշտամունքի վայրը։ Գնացի, սրտիս մեջ ասում եմ, Տեր, ասում եմ, եթե սրանք իրավ քո ճշմարիտ ժողովուրդն են, քո ճշմարիտ երկրպագողներն են, հայտնվի ինձ Տեր դու ասա քո սրտի խոսքը որ ես այդ խմբի մեջ մնամ թե չմնամ այդ սրտիս մեջն եմ եկել Դավիթ աղբերը ասեց բոլոր հիվանդները թող առաջ կան արդեն վերջի աղոթքի վերջի օքսերի համար էին աղոթում ես էլ առաջ գնացի այդ հա գնացի առաջ
իմ ոչ թե բուժվելու նպատակն էր, իմ առաջ գնալը պարզապես Տիրոջ տենալն էր։ Կարծես թե հենց ձևի մի հարազատական կապ է ինձ քաշում դեպի իրենց, այդպես ես ձգվելով գնում էի դեպի իրենց։ Այդպես գնացի առաջ ու կանգնեցի։ Աչքերը ինչպես իրենք են իրենց աչքերը փակում աղոթում, ես էլ այդպես միաբանվելով աղոթքին, աչքերս փակեցի, բայց հայտնապես ձայն լսեցի, ասեց աչքերդ բաց։ Երբ որ աչքերս բացի տեսա Հիսուս օդի մեջ, սենց ամբողջովին ցուրված ձեռները բացած ու այդ ժողովրդի վրա ցնցուղի պես արնասրս կու։ Ժողովուրդը սքանչանում է այդ օրհնության մեջ։ Լրիվ Տիրոջ փառք են, գոչան պատարակներ են մատուցանում, ես էլ խելքից դուրս սկսեցի գոռալ, իմ Հիսուս, իմ տան այցելած Հիսուս, իմ տան հայցելած Հիսուս։ Հիսուսը ես զգացի, որ լսեցի ձայնը։ Եվ շուր գալով իմ կողմը, ահա ասես դու կթար իմ հոտիս ժողովրդին, ահա սրանք են իմ արոտիս ոչխարները, եւ ես եմ իրենց հովիվը, այս խմբի մեջ կմնաս մինչև իմ գալը, ես շուտով պիտի գամ։ Եվ այդ պահից հետո, երբ որ ես այդտենց գոռում էի, դու մի ասա, ես գրեթե մետրից ավել, այդտենց գետնից կտրված եմ, ես չեմ զգում, ես գիտեմ հələ գետին կայնած եմ։ Կողքի կայնողները տեսել են ինձ, բայց ես այդ պահը չեմ զգացել, որ այդ Տիրոջ տված այդ զորություն, այդ օրհնությունը ինձ հանելա, գրեթե գետնից կտրելա հանելա օդի մեջ։ Եվ այդ բանից հետո եղբայրները կանչեցին, ես լացելով մոտիկացա, էլ չթողեցի, որ եղբայրները ինձ հարցում կատարեին, ուղղակի ես լացելով ասի, եղբայրներ ջան, ասի, ինձ էլ կգրեք ձեր շարքերում, ձեր շարքի մեջ, որ եղբայրները այդպես անունս գրեցին, ես ուրախացա, եղբայրներից մեկը ասեց, եղբայր ջան, ոչ թե այսքան, հապա դու ուրախացի, որ քո անունը արդեն գրված է կյանքի գրքի մեջ, ոչ թե մեր գրածի մեջ, դու սա մեր գրածը բավականություն մի համարի, որ դու երկնային քաղաքացիության կոչումը պիտի ստանաս։ Ես ցանկություն հայտնեցի, որպեսզի Սուրբ Գիրք ունենամ, որովհետև թեպետ իմ պապիս տուն կար Սուրբ Գիրք, նրանք ինձ արգելում էին այդ գրքին մոտիկանալ։ Չէին թողնում, որովհետև իրենք Չէ, հենց իմ պապի տուն, պապայի հորտուն, որտեղ իրենք սրբավայր էին սարքել, ժողովուրդ ամեն շաբաթ օր գալիս էին այդտեղ, մոմ էին վառում, տարբեր կուրք էին պաշտում, լումա էին գցում այդտեղ գանձանակ եւ իրանք այդ լուման առնում էին օղի, առնում էին պապիրոս, այդտենց ինձ տնտեսական կարիքներն էին օգնում, ասեցին դու եկար այս բանը կտրում ես, դրա համար ավելի լավ է որ դու մեր տուն չգաս։ Ես էլ աղոթում եմ Տեր Աստված ինձ իմ անձնական գիրքը, խնդրում եմ Հիսուս ջան, որ այդքան գործ դու կատարել ես իմ անունի ինձ առողջացնելու, քո անունի քո փառքի համար այդ գործ արել ես իմ կյանքում, ես Սուրբ Գիրք եմ խնդրում քեզանից։ Տեսա բանը, գնացել եմ գյուղ, մեր գյուղի փոշտալուն ինձ կանչեց։ Ազյան Արայիկ ասեց դու ես ասեց քեզի Սուրբ Գիրք է եկել Հիսուս Քրիստոսի անունով։ Այդտենց էլ գրած էր այդ պակետ բանը, որ բանը էին արել, պակետը էին արել, հենց այդտենց վրան գրած էր Քրիստոսի անունով Արայիկին։ Այդպես էլ գրած էր։ Ես գիրքը վեկալեցի, հիմա ոչ եմ ուրախացել։ Այդտենց ուրախ եկա, հերս ասեց այդ խես, այդտենց ուրախացես ինչա թևի տակ, հերս էլ ուրախացավ։ Ինքը ուրիշ բանի վրա էր ուրախանում, ես զգացի իրա սրտի մեջ եղած։ Ես էլ ուրախանում եմ, արդեն գիտեմ, որ դա Սուրբ Գիրք է։ Ասի պապա ինձ գիրք է եկել Հիսուսի անունով, ասեց ես էլ մացա փող են ուղարկել։ Ասես ենենց գանձա, որ ես դրան ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Իմ խնդրվածքը ասի Աստված տվեց։ Այդտենց այդ գիրքը վերցնելով ես նորից եկա Մարտունի քաղաքին տուն ու սկսեցի պաշտամունքներին մասնակցել։ Ես սկսեց այստեղից իմ ապաշխարության կյանքը։ Փառք Տիրոջը, ես շնորհակալ եմ Աստծուց 3 սեպտեմբերին մասնակցել եմ պաշտամունքի, 90 թվականի սեպտեմբերին մասնակցել եմ պաշտամունքի, դեկտեմբերի 1-ին Սուրբ Հոգով մկրտվել եմ։ Եվ դեկտեմբերի 1-ին, երբ որ Սուրբ Հոգով մկրտվա, ես այդ ժամանակ թեպետ ասենք բժշկություն եղել իմ հետ, էլի նորից կարծես թե սատանան իր խորհուրդներով, իր գործերով
ուզում էր նորից ընձի քաշել, ինքը լացում էր, ողբում էր իր սրտի մեջ, որովհետև ես զգում էի այդ բանը, որ սատանան ընկած էր իմ հետևից։ Չէր, անգիստ չէր թողնում։ Իմ մեջը դրել էր ծխելու ցանկություն։ Հա, դրել էր ծխելու ցանկություն։ Երբ որ ասի, հիմա ամեն ինչ եղել է, որ մի գլանակ պապիրոս ծխեմ, ինչ կնի, հիշեցիմ կոլեկցիաները, ինձ հիշեցնել տվեց իմ սիգարետների տուփերն ու կոլեկցիաները, որ տարբեր տեսակի պապիրոզների տեսակներ եմ ունեցել։ Բերեցի, կպցրեցին թամենը հələ ծուխ չեմ առե, այդենց սիրտը չգիտեմ ինչ ավ, ես այդենց վատ զգացի, ինձ այդ սիգարետը գցեցի մի կողմ։ Եկա աղոթեցի պարկա, պարկել եմ ոչ քնած եմ, ոչ էլ զարթուն։ Տեսա մեկը ծունկ եկած հենց բալիշի վրեն, այդենց հազալով, խորքից հազալով ու այնպիսի աղոտ կանում իմ համար, ես հենց ապշեցի, այդպիսի լեզու բերան բառապաշար ես չունեմ եւ զարմացա, որ իմ համար ինչ-որ մեկ աղոտ կանում, ասի դու ով ես, ասեց հələ դու ինձ հարցնում ես, թե ես ով եմ, ես քո մեջի բնակվողն եմ։ Ասեց արի քեզ, ես ասեց մտցնեմ թոնրատուն, դուռը փակեմ, պատուհանը փակեմ, հերթիկը փակեմ, թոնիրը վառեմ, դու ինչ կլնես, ասի խեղդել եմ։ Ասես բա դու խի ես փորձում ինձ խեղդել։ Հասկացա, որ դա Սուրբ Հոգին էր, հել եմ, ինչքան կոլեկցիա, պապիրոս եղել է, մեկ անգամից Աստված այդ բանը շարժեց, լրիվ փշրեցի, լրիվ ջարդեցի, լրիվ կործանեցի, այդ կուրքերը լրիվ ջարդեցի, ոնց որ ասած։ Ու այստեղից ավելին սկսեցի ապաշխարության առաջընթաց։ Այս անգամ սատանան փորձեց այլ կերպ մոտիկանալ ինձի։ Գրեթե արդեն իմ հոգևոր կյանքից 6 ամիս անցել է, 8 ամիս կարելի ասել, ստույգ չեմ հիշում, այտենց ընթացքների մեջ եմ, իմ մոտ ընկար տեսիլքի այտենց պարգևի պես մի բան։ Ով ինչ հոգսուներ աղոթում էր, այտենց ճշգրիտ Տերը հայտնում էր։ Նույնիսկ անգամ եղավ այն ծևի մի տեղ, որ գյուղում քույրիկներից կային, որ պիտի ջրով մկրտվեին, եւ եղավ, որ հոգս դրեցին, աղոթեցին, ինչ որ ինքը ուներ իր մեջ, Աստված ինձանով հայտնեց։ Ես եղբայրներին ներկայացրի եւ կանչեցին քույրիկին, ճշտեցին, որ ինչ որ Տերը հայտնել է, այդ հայտնած բանը ճշմարիտ է, քույրիկի վերաբերյալ։ Քույրիկը իմանալով ինձանից էլ ներսրտվեց, թե քեզով ասի այդքան բան, բայց ես իրեն ասի, որ Տերը հայտնապես գիտի ամեն բան։ Ու ես սկսեցի արդեն սատանան աշխատանք ատանում, որ դու ամեն բան գիտես, դու ես եկեղեցու եղբայրներից ու քույրերից շատ լավն ես, արդեն ես սկսեցի մեծամտանալ։ Երբ որ սկսեցի մեծամտանալ, հպարտություն ինձ տիրեց, եղբայրները սկսեցին աշխատանք տանել։ Զգուշացնում են Արայիկ եղբայր ջան, դες ինչ որ քո հետ կլինի Տիրոջից, սրանից հետո առանց տեղի սպասավորության ժողովրդին մի հավաքվի քո գլխին իրենց համար աղոտ կարա, որպեսզի տեսիլ կամ արքայություն կամ այլ բաներ լինի։ Դու կընկնես, բայց խայտարակ կընկնես։ Այդպես բաներ մի արա։ Ես չլսեցի, հələ նեղվա այդ ինձ խրատվող եղբոր վրա ասի եղբայրն տեսնում է, որ ես իրենից առաջ եմ եթում, չի ցանկանում, որ ես առաջընթաց ունենամ։ Դրա համար այդպես նախանձից դրդված հետո արդեն ասի վերջ աշխարհը սուտ, աշխարհի մեջի բոլոր բաները ունայնություն աղբ համարելով ես սկսեցի 3 ամիս տնային ապաշխարության բանով տան մեջ մեն լաց ու աղոթք եմ անում։ 3 ամիս տանից դուրս չեմ եկել։ Ոչ մի տեղ։ Ու ինձանով եմ զբաղվել, կարդացել եմ ու աղոթք եմ արել, Կինս հետ մեր պաշտամունքի։ Ուրեմն պաշտամունքից գալուց ասեց մեր խմբի պատասխանատուն ուզում է քեզի տենա, Վալեր աղբեր ուզում է քեզի տենա։ Երբ որ մենք գնացինք շուկայից եկանք պամիդոր բան էինք առել։ Գալուց եղբորն հանդիպա, ես էլ այդ եղբոր տանել չեմ կարող։ Հենց ձևի վիճակի մեջ, որովհետև իբր թե աղբերն է եղենցի պատճառ, բայց այդ պահին որ տեսա, չէ, այդ պահին որ տեսա, արդեն անկախ իմ կամքից սիրտս փշրավ, սիրով լեցվա, ողբալով, ես հենց գնաց այդ աղբորթեմ, փաթաթվելով իրան ասի եղբայր ասի, ներիր ինձ իմ անմտությանս, ներիր ինձ, եթե կարող ես Քրիստոսով ների ինձ։
Դու ես թե Հիսուսն է կողմից։ Դու ես թե Հիսուս Քրիստոս։ Չէ, Հիսուսն էր կողմից։ Հիսուսն էր, եթե Հիսուս չներ, ես չէի կարող Իր շնորհքի մասին պատմեմ քիչ։ Դա Տիրոջ շնորհքն է, իհարկե։ Շատ կարելի է Տիրոջ շնորհքի մասին խոսալ, Աստված մեծ ողորմություն արեց, եւ այդտենց ես ու եղբայրը գրկախառնվեցինք Տիրոջ մոտ, ասես դու պետք է քաս պաշտամունքի մասնակցես, եղբայր ջան։ Փառք Տիրոջը, որ Աստված քո մեջ ես լսել եմ քո մասին, որ Աստված իր Սուրբ Հոգով աշխատանք է տարել քեզ, Տերը քեզ դարձյալ չի թողե, դու պետք է լիցկաթափես քո բոլոր մարդկային էմոցիաներից, քաս սկսես ճշմարիտ ձևով Տիրոջ ծառայես։ Ես սկսեցի նորեն ապաշխարության հոգիով նորոգվել։ Փառք Տիրոջը։ Այս անգամ ինձ ոչ մի բան էլ պետք չի, ոչ հայտնություն, ոչ տեսիլ, այդպես բաների մասով ոչ էլ մտահոգվում եմ։ Միայն ասի Տիրոջն ունենամ իմ մեջ։ Իմ սրտից փափագը միայն Տերը իմ մեջս մեսնա, իսկ ես պստկնա։ Սա է, այդ փափագն է մեջս։ Ուրիշ ոչ մի, ասենք, այլ ցանկություններ ես այլ ընտրանքել չունեմ, բացի Տիրոջից։ Միայն Տիրոջ փառքը եւ շնորհքը, որ այսպես գնալով էլի շատանա։ Ուրեմն այս ճամբար գալու վերաբերյալ ուզում եմ առողջության մասին։ Առողջարանի մասին։ Մի քանի խոսք առողջության մասին, ինչպես է։ Դեր ինչպես քեզ բուժեց։ 16 տարեկան տղա ես թե մի 100 տարեկան։ Հիմա։ Հա, իհարկե։ Դեր Տիրոջ գործը ո՞րն էր, որ քեզ բուժեց, ինչպես ես զգում։ Շատ լավ, փառք Տիրոջ, ոնց որ 16 տարեկան։ Այդտենց։ Աստված իր շնորհքն է, իր շնորհքը։ Իհարկե Տիրոջ շնորհքն է, որ Տերը ինձ տվել է այդ կարողությունը, տվել է քայլող ոտքեր, որ այսօր ծառայում եմ Տիրոջ տան մեջ։ Առողջ ես։ Փառք Տիրոջ, թե հոգևորապես, թե մարմնապես։ Հա։ Տերը տվել է այդ բանը, այդ շնորհքը Աստծուց տվել է, բայց այս վերջին ընթացքների վրայով Սատանան բաներ է բերել, ասենք մի քիչ տկարություն ֆիզիկականի կողմից, երիկամներից այդ ցավից ես դրան բանի տեղ չեմ դնում, որովհետև ես հավատքով նայում եմ Տիրոջ, Տերը ինձ սորվեցրել է, նայ իրենցի։ Ինչ կանաս նոր երիտասարդ ապաշխարած հայ երիտասարդներին, ովքեր հիմա քեզ լսում են։ Բոլոր հայ երիտասարդներին ես ցանկանում եմ, որ հետադարձ հայացք ձգեն իրենց ապրած կյանքին։ Ինչքան էլ սիրեն աշխարհը եւ աշխարհի մեջի եղած հրապուրանքները, աշխարհն էլ կանցնի, իր մեջ եղած ցանկություններն էլ կանցնի, բայց նա որ Տիրոջը կսիրի, Տիրոջ գործը, Տիրոջ խոսքին արդեն կփափագի կգնա, դա միայն հավիտենական կմնա։ Հենց այդպես է Տիրոջ խոսքը այսօր պատվիրում է մեզի, որ ապաշխարեցեք, դարձի եկեք, որսի մեղքերը ջնջրվի։ Այսօր առանց Քրիստոսի մարդ կյանք չունի երկրի վրա, իզուր է։ Մարդու ֆիզիկական կյանքը երկրի ժամանակավոր բնույթ է կրում, բայց մենք չենք ապրում ֆիզիկական կյանքի համար, այս ժամանակավոր կյանքի համար։ Ֆիզիկական կյանքի մեջ ապրում ենք հոգևոր հավիտենական կյանքի այդ ամբողջ ընթացքը մեր մեջ ունենալու, երկնային թագավորությունը մեր մեջ ապրեցնելով, վաճեցնելով։ Ուղղակի մի բան էլ ուզում եմ ասելու մեր նորադասների, որոնք որ ասենք նորեն սկսեն ընդունել Տիրոջ խոսքը, խոսքի լսելուց անմիջապես թող փափագ ունենա ցանկացած լսողը, իր մեջ ունենա, որ Տեր միայն քո սերը իմ մեջ տիր, որ այս խոսքերը քո սիրո շաղախով ինձ ձևավորվի, որպեսզի ես իսկական քեզի արժանավոր ապաշխարության պտուղներ բերեմ, լսելով քո խոսքը միայն ու միայն քեզի ծառայեմ մինչև իմ կյանքի վերջի շունչը։ Եղել են շատ բարականներ ու շատ մարդիկ շատ այդպես պայմաններ են կապել, անգամ ես իմ ինչպիսի վիճակներով, որ երիտասարդները աշխարհիկ ձևով ասած թող տերնների, երբ որ ասենք մեկը մեկին սիրել է, ես ինչպիսի խոստումներ ա տվել, բայց Տերը մեզի սիրել է հավիտենական կյանքի խոստմունք ա տվել։ Իսկ մարդը տված խոստմունքը դա ժամանակավոր է, աշխարհին է ժամանակավոր է, իսկ Տիրոջ տվածը հավիտենական։ Սա է, որ ես պետք է ասեմ, որ ընտրությունը միայն հավիտենականության աստվածային կյանքի այդ բնույթին փափագի յուրաքանչյուր նորադարձը։ Այսօր իրան բան չանի, ասենք ստիպի, որպեսզի շուտ մեծանա։ Կան երեխեքներ, երբ որ տան մեջը մեկ էլ աչքդ պրծմա, տեսնում ես մամայի աղջիկը մամայի կոշիկներն է հագի, արդեն իրեն մեծ ցած է կարծում։ Այդպես էլ կա այդպիսի հիվանդություն նորադարձների մեջ, որ մի քանի ամիս պաշտամունքներին մասնակցելուց արդեն իրենց մեծ ցած են կարծում։
Բայց դա վտանգավոր մեծություն է, դրա հետևանքը անկման կամ ասենք հոգևոր մահվան տանի։ Յուրաքանչյուր հոգևորը պետք է մտածի, որ իրեն իր սնուցանող հայրը պիտի մեծցնի, որ դա Քրիստոսն է, իր հավիտենական կյանքի խոսքով։ Թող Տերը օգնի այսքանը կասեի, երևի